Վերջերս դուք նաև Մայրաստան ֆրակցիայի այլ անդամների հետ եղաք Ծիծեռնակաբերդ հուշահամալիրում, որտեղ այդ շինարարության բարեկարգում ասվածի բովանդակությունը բացահայտեցիք, որ շատ վատ առնվազն եթե դա իրականում բարեկարգ է, շատ վատ որակի մոտեցում է ցուցաբերում, փնթի աշխատանք է արվել, դրանից հետո ինչ-որ փոփոխություններ եղան, շինարարները ավելի որակյալ ինչ-որ կազմակերպչական աշխատանք են ցույց տալիս։ Հիմա դրա ֆոնին տեղեկություններ կան, որ մետրոյի կայարաններից հեռացրել են մեծ հայքի, քարտեզը, Եղեռնի ցեղասպանություն ընդունած երկրների անունները, այստեղ էլ միտում եք տեսնում, թե էլի ասելու են դե հիմա չգիտեմ, որոշել էին քարտեզը վերանորոգել։ Ես միտում եմ տեսնում։ Այստեղ կա փոխկապակցություն իրանց գործողությունների։ Տեսեք, իրանց հայտարարությունների, իրանց խոսքի ու իրանց գործի մեջ այդ ամբողջը կպած է իրար, ամբողջը փոխկապակցված է։ Ինչի մասին է խոսքը։ Իշխանությունները Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ մերժում են, ժխտում են ցեղասպանությունը։ Նիկոլ Փաշինյանը այս տարվա սկզբում ուրեմն հարցազրույց էր տվել, որտեղ ասել է պետքա հասկանանք, թե ինչ է կատարվել ցեղասպանության ժամանակ։ Ցեղասպանության ժամանակ ինչ պետքա կատարել։ Ցեղասպանության ժամանակ ցեղասպանություն ա եղել։ Կոտորել են 1.5 միլիոն հայերի։ Հիմա դա դնում է կասկածի տակ, դրանից առաջել են իրանք քայլեր արել։ Հիմա դրանից հետո մեկ էլ տեսնում եք Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում, այդ հուշահամալիրը անսպասելի վերանորոգում են անում։ Խի անսպասելի։ Ինչու համար անսպասելի, որովհետև Երևան քաղաքում եթե ինչ որ մի շենք է կառուցվում, կամ հասարակական կլինի, կամ բնակելի կլինի, շենքի կառուցելուց առաջ նա անցնում է մի քանի լսումներ։ Դա կոչվում է օրինակ շմակ լսումներ, որը անցկացվում վարչական շրջաններում։ Հանրային լսումներ անցկացվում, հանրությունը գալիս է մասնակցում է կոնկրետ Մայր Հայաստանը բոլոր լսումներին գնում է, ու վերջի 2 տարվա մեջ չենք հիշում մի լսում, որտեղ քննարկված կլինի Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի վերանորոգման հարցը։ Տեսեք, շմակ լսումներ կամ հանրային լսումներ չի եղել մեկ, եւ իրազեկում չի եղել, որ ասենք տեղեկացված լինի ժողովուրդը։ Ներողություն, շմակ լսումները օրենքի պահանջ են։ Ոնց տեղի չի ունեցել, ոնց են բացատրում։ Ես չեմ հանդիպել նման լսումների, նորից եմ ասում 23, 24, 25 թվականներին, եւ ինչքան փնտրել եմ, չեմ գտել, որ իրանք լսումներ անցկացրած լինեն, շմակ լսումներ չեմ հանդիպել ամեն դեպքում, ընդհանրապես իրանք հանրային լսում չեն անցկացրել, որպեսզի հանրությունը տեղյակ լինի, այդտեղ վերանորոգում լինելու է, թե չէ, ինչ մակարդակի է լինելու, ինչ խորությամբ է լինելու, ինչքան ժամանակով է լինելու, ինչն է վերանորոգելու, շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման փորձակնությունն է դա կոչվում շմակ լսումները։ Տեսնենք շրջակա միջավայրի վրա դա ազդեցություն ունենում է, չի ունենում, եւ նորից եմ ասում իրազեկում է չի եղել, որ հանրությունը իրազեկված լինի։ Օրինակ համար մեդիայով իրազեկում անցկացնեին, որ մարդիկ տեղյակ լինեն ու այսպիսի կասկածներ չառաջանար մեր մոտ եւ հանրության մոտ։ Մետրոյի հետ կապված հիմա ինչ կա, այդ քարտեզները եւ ցեղասպանությունը ճանաչած ընդունած երկրների անունները ինչու են հեռացվել։ Նորից ասեմ, որ դա ուղիղ կապված է այս process-ի հետ, ինչ որ գնում է իրանց հայ-թուրքական պաշտոնական բացատրություն չկա։ Ես հարցում եմ կատարել, նոր եմ հարցում կատարել, պատասխանը մի 20 օրվա ընթացքում կլինի, բայց մինչև այդ ուրեմն անցած տարի իրանք հեռացրել էին Գարեգին Նժդե հրապարակից հեռացրել էին հերոսների նկարները, Սարդարապատի հերոսների նկարները ու չեն վերադարձրել։ Այնտեղ քաղաքացիները հարցրել են, բա ուր է այս նկարները, ասել է հանել ենք, որ նորից տեղադրենք, մաքրենք, տեղադրենք, չեն տեղադրել մինչ այսօր։ Նույնը ուրեմն Հանրապետության հրապարակում մեծ քարտեզ կար, մեծ հայկի քարտեզներ, դա էլ են հանել։ Դա էլ կապում եմ նրա հետ, որ այս մարդիկ մերժում են Արևմտյան Հայաստանը։ Իրանց համար Արևմտյան Հայաստանը Արմավիրի մարզն է կամ Արմավիրի մարզի արևմտյան մասն է։ Այս մարդիկ մերժում են Արևմտյան Հայաստանը, մերժում են Արարատ սարը, իրանք Արարատ սարի տեղ Արագած սարեն ընդունում։ Այս բոլորը մեկ կոնտեքստի մեջ է դիտարկվում իմ կողմից։ Այսինքն իրանք արդեն ացել են գործնական քայլերի, որպեսզի ժողովրդի մեջից, մեր մեջից հանեն եւ մոռացության տան թե Արևմտյան Հայաստանը, թե Արարատ լեռը, թե նաեւ ցեղասպանությունը։ Իսկ բարեկամություն կայարանից էլ հեռացրել են ուրեմն ցեղասպանությունը ճանաչած երկրների անունները։ Այսինքն դա էլ է մտնում նրա այդ նույն կոնտեքստի մեջ, որ ուզում են մոռացության տան եւ ցեղասպանություն եւ այդ ցեղասպանություն ճանաչած երկրներին։